Բարև ձեզ, այսօր կխոսենք ձայնի և հնչյունի մասին, և այսպես, ձայնը բնության մեջ տարածված ֆիզիկական երևույթ է, այն առաջանում է որևէ մարմնի տատանման հետևանքով և տարածվում է առանցքական միջավայրում, օդի, ջրի կամ պինդ մարմինների միջոցով, ձայնային ալիքների ձևով, երբ մենք լսում ենք որևէ ձայն, նշանակում է, որ այս տատանումները հասել են մեզ և ընկալվել մեր կողմից, օրինակ, թրթռացող լարերը, հարվածված թաղանթը, մարդու ձայնալարերը կամ ֆլեյտայի օթիսյան տատանումը։ Հնչյունը ձայնի այն դրսևորումն է, որն ունի որոշակի կազմակերպված հատկություններ և կարող է օգտագործվել երաժշտության մեջ։ Երաժշտական հնչյունն ունի հիմնական 4 հատկություն՝ բարձրություն, ուժգնություն, տևողություն և տեմբր։ Օրինակ, ֆլեյտայի հնչող դոնոտա կամ դաշնամուրի որևէ ստեղնի հնչյունը երաժշտական հնչյուններ են, քանի որ ունեն որոշակի բարձրություն և բնորոշ հնչերանգ։ Կամ կարելի է այսպես ձևակերպել. ձայնը ֆիզիկական երևույթ է, իսկ հնչյունը մարդու կողմից ընկալված և երաժշտության մեջ կազմակերպված ձայն, կամ յուրաքանչյուր հնչյուն ձայն է, բայց յուրաքանչյուր ձայն հնչյուն չէ։ Այս տարբերակումը հատկապես կարևոր է երաժշտական ակուստիկայի մեջ, քանի որ երաժիշտը գործ ունի ոչ միայն ձայնի առաջացման, այլև նրա գեղարվեստական և երաժշտական կազմակերպման հետ։ Այժմ, երբ հասկացանք, թե ինչ է ձայնը և ինչ է հնչյունը, անդրադառնանք դրա հիմնական հատկություններին։ Երաժշտական հնչյունը բնութագրվում է 4 հիմնական հատկություններով՝ բարձրություն, ուժգնություն, տեմբր և տևողություն։ Հնչյունի բարձրությունը կախված է տատանումների հաճախականությունից։ Որքան արագ են տատանվում մարմնի մասնիկները, այնքան բարձր է ընկալվում հնչյունը։ Օրինակ, ֆլեյտայի բարակ և բարձր հնչյունները առաջանում են ավելի մեծ հաճախականությամբ տատանումների շնորհիվ, իսկ ցածր հնչյունները՝ ավելի փոքր հաճախականությունից։ Հաճախականությունը չափվում է հերցերով։ 1 հերցը նշանակում է 1 տատանում 1 վայրկյանում։ Հնչյունի ուժգնությունը կախված է տատանումների լայնույթից, ամպլիտուդից։ Որքան մեծ է տատանման լայնույթը, այնքան ուժեղ է ընկալվում ձայնը։ Այս հատկությունն է որոշում արդյոք մենք լսում ենք թույլ շշուկ, թե հզոր երաժշտական հնչողություն։ Ձայնի տեմբրը այն առանձնահատկությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս տարբերել նույն բարձրությամբ և ուժգնությամբ հնչյուններ։ Օրինակ, նույն լյանոտան տարբեր կերպ է հնչում ֆլեյտայով, դաշնամուրով կամ ջութակով։ Այդ տարբերությունը հենց տեմբրն է։ Հնչյունի տևողությունը ցույց է տալիս, թե որքան ժամանակ է հնչում ձայնը կամ հնչյունը։ Երաժշտության մեջ տևողությունը կարևոր դեր ունի ռիթմի և երաժշտական արտահայտչականության ստեղծման համար։ Այսպիսով, երաժշտական հնչյունը միայն ձայն չէ, այն մի ամբողջ համակարգ է, որտեղ միավորվում են ֆիզիկական երևույթները և երաժշտական արտահայտչականությունը։ Ինչ եղավ։